Իսկապես, ինչպես արդեն ասվեց, կան դինամիկա, կա դրական դինամիկա, եւ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, այդուհանդերձ այս դարում էքսպերտ դառնալը բավական հեշտ է։ Ես ChatGPT-ին հարցրեցի, թե որոնք են Հայաստանի էներգետիկ փոխակերպման հիմնական խոչընդոտները, եւ ուզում եմ մի քիչ խոսենք խոչընդոտներից, մասնավորապես նաեւ կենտրոնանալով մասնավոր դեպքերի մասին, ինչպես ենք հաղթահարելու այդ խոչընդոտները։ Այսպես ChatGPT-ին ինձ ասաց, որ այս թիվը ես ինքս էլ գիտեի, ճիշտն ասած, որ 15% է կազմում մեզ մոտ արևային էներգիան մոտավորապես, հա, եւ այս տարի արդեն, եւ խոչընդոտներ որպես նշում է առաջին հերթին ցանցը, որը որ պատրաստ չէ էլ ավելի մեծ քանակի վերականգնվող էներգիա բաշխել, հա, ճիշտ բառը օգտագործում, բաշխել։ Սա իդեպ Հայաստանի խնդիրը չի, որքան հասկանում եմ, նաև ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, ցանցը ուղղակի կառուցված չէ այդ քանակի կամ ավելի քանակի էներգիա ընդունելու եւ բաշխելու համար, խնդիրներից մեկը։ Մյուսը բյուրոկրատիան է, ես չեմ ChatGPT-ն է, այսինքն օրենսդրություն, կարգավորումներ, դժվարություններ, թույլտվություններ ստանալու եւ այլն։ Այնտեղ կան նաև այլ խնդիրներ, օրինակ տարածքների, Հայաստանը գիտենք փոքր երկիր է, իմիջիայլոց հետաքրքիր է, որ մենք ունենք այդ ստերեոտիպը, որ այ մենք փոքր երկիր ենք եւ հանքարդյունաբերությունը մեծ տարածքներ է գրավում եւ կենսաբազմազանության եւ մնացած այլ խնդիրների վրա ունենում է բացասական ազդեցություն, նույն խնդիրը ունի նաեւ վերականգնող էներգետիկա, որքան բնականաբար գիտեք, որ բավական մեծ տարածք է զբաղեցնում եւ խնդիրներից մեկը հենց դա է, որ Հայաստանը իրականում չունի շատ մեծ տարածքներ, որոնք որ պահպանվող տարածքներ չեն եւ որոնք որ հնարավոր է օգտագործել այս նպատակի համար։ Հիմա մասնավոր խնդրի վերադառնանք, Վանջանյան, ես գիտեմ, որ ԶՊՄԿ-ն տարնակներով չիմանայի, ունի ծրագիր արևային էներգետիկայի կիրառման, հատկապես որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, հիմա վախենալու թիվ կասեմ, օգտագործում է Հայաստանի Հանրապետության արտադրվող էներգիայի մոտ 8%-ը, եւ բնականաբար դա նաեւ ֆինանսական տեսանկյունից է ձեռնտու այդ ծրագիրը, արդյոք մենք դեռ ունենք այդ ծրագիրը եւ ինչ ենք անելու այդ ուղղությամբ եւ կամ ընդհանրապես էներգոարդյունավետության ուղղությամբ կոնկրետ ԶՊՄԿ-ի ծրագրերը։ Շնորհակալություն Աննա ջան, ես ուղղակի գործընկերներիս հետ ասեմ, որ համաձայն եմ, նենց ստացվել է, որ չեմ համարում չկա պրոգրես, համարում եմ, ձեր հետ համաձայն եմ կա պրոգրես, բայց ես նկատի ունեմ, որ այս պայն որ մենք հասել ենք, արդեն դժվար է լինելու այդ տեմպերը պահպանել, ես էլ մաքսիմալիստ լինելով տենց ուզում եմ, որ մենք ապահովենք այն լավ տենդենսը, որը կա եւ այդ տենդենսը, որը կա եւ այդ առումով այս պայդրությամբ ես չեմ տեսնում ոնց ենք մենք դա ապահովելու, դրա համար եմ դա ասում, իսկ կան լավ օրինակներ երկրների, նույն Չիլին եւ ուրիշ երկրներ, որ մեզանից եկել հասել են այն կետին, որ մենք հիմա ենք եւ շարունակել են այդ իրանց ընթացքը ավելացնելով ալտերնատիվ էներգետիկայի օգտագործումը երկրում եւ մենք ոնց որ ասեց Հայկը, իսկապես դա նաեւ էներգետիկ անվտանգության խնդիրն է, եթե մենք շատերս մեծամասնությունը ստեղ 90-ական թվականներին ապրել ենք Հայաստանում, տեսել ենք ինչ իրավիճակում է հայտնում երկիրը, երբ որ էներգետիկ շրջափակման մեջ է հայտնվում, իսկ ունենալով զարգացած վերականգնող էներգետիկա մենք կարող ենք այդ ռիսկը նվազեցնել կամ զրոյացնել։ Այդ առումով կա այդ հնարավորությունը եւ դրանից եմ ես ոնց որ այտենց այդքան գող չեմ եւ կուզենայի որ էլ ավելի ոչ թե էլ ավելի, այլ շարունակական լիներ այդ տենդենսը եւ 15%-ը, որ հիմա մենք հասել ենք արևային էներգետիկայի գեներացիայի, դա լիներ 25, 30 եւ 40, 50 մոտակա մինչեւ 36 թվականը, երբ որ արդեն ունել ենք ատոմակայանի հարց եւ այդ ժամանակ այդ հարցը գուցե այդքան ծանր չի լինելու լուծել, եթե ունենանք արևային կամ ուրիշ ալտերնատիվ էներգետիկայի աղբյուրներով հագեցված էներգետիկա եւ նաեւ ավտոմեքենաների մասով էլ այդ տենդենսը կա,
եւ կա եւ պետական ծրագրեր, բայց դա էլ իրականում ավտոմեքենաները ընդհանուր տենց մոտավոր ես հաշվարկի արել, ընդհանուր եթե ամբողջ Հայաստանի ավտոմեքենաները լինեն էլեկտրական, ընդամենը 1 տերավատ ժամ էլեկտրոէներգիա է պետք, դա մի քիչ ավել կարող է, դա ընդհանուր մեր այսօրվա արտադրված էլեկտրոէներգիայի մոտ 10-15%-ն է էլեկտրոէներգիա, այսինքն էներգետիկայի մեջ ավտոմեքենաների մասնաբաժինը շատ փոքր է, նույնիսկ բոլոր մեքենաները որ դառնան էլեկտրական, դա շատ փոքր հարց է, թեպուր շատ կարևոր, կա նույն ջեռուցման հարցը, որ հիմա լրիվ համարյա գազով է արվում, որը շատ ավելի մեծ ծախսատար է էներգետիկայի առումով, որը ավելի դժվար է լինելու այդ անցումը գազից դեպի էլեկտրոէներգիա, որովհետև ազգաբնակությունը արդեն սովորել է գազին, էժանա գազը շատ դեպքերում եւ այդ անցումն է շատ կարեւոր լինելու, այսինքն շատ խնդիրներ կա, որոնց մասով մենք ոչ մի ռազմավարություն չունենք, ել եմ ասում շատ լավ է տենդենսը, բայց պետք է մենք ապահովենք այդ ընթացքը, որը կանգնելու է իմ կարծիքով շուտով, որովհետեւ շատ խոչընդոտներ կան, որոնք արդեն Անան նշեց, իսկ մեր մասով մենք էլ բիզնեսը փորձելու է ԶՊՄԿ-ն առաջնահերթ դա տնտեսական հարց է, տնտեսելու հարց է, այսինքն շահութաբերության վրա է ազդում, ինչքան էներգա արդյունավետ ենք, այնքան ավելի շահույթը մեծ է, բնականաբար բիզնեսը դրան ուշադրություն է դարձնում եւ շարունակական ուշադրություն է դարձնելու։ ԶՊՄԿ-ն էլ ունենք այո ծրագիր 100 մեգավատ կայան ունենալու արևային, դեռ էլի տարբեր խոչընդոտներ կա, որոնց պատճառով տենց շատ արագ չենք ընթանում այդ հարցում, բայց մեր վերջնական նպատակը, որ մեր այդ 8%-ը, որ երկրի էլեկտրոէներգիայի սպառում ենք, ԶՊՄԿ-ն միմիայն վերականգնող էներգետիկայի աղբյուրներից ստանա։ Հուսով եմ, որ մի քանի տարվա ընթացքում արդեն այդ հաջողությունը կգրանցենք եւ դա որ առաջին էտապն է լինելու 100 մեգավատը, հետագայում մենք այտենց այդ ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք, որովհետեւ էլի վերադառնալու են, որ ոչ միայն էներգիան դա էլեկտրոէներգիան է, մենք հսկայական քանակի դիզելային վառելիք ենք օգտագործում, գազ ենք օգտագործում տարբեր մեր արտադրական process-ներում եւ էլեկտրոէներգիայից հետո նաեւ մնացած էներգիայի ծախսը մենք պետք է փորձենք անցնենք դեպի ալտերնատիվ աղբյուրների, այսինքն սկզբից էլեկտրաֆիկացիա անենք, այդ բոլոր սպառումը դառնա էլեկտրոէներգիա, այսինքն նույն դիզելը, գազը դառնա էլեկտրոէներգիա, էլեկտրիֆիկացիայի միջոցով մեքենաների կամ ջեռուցման եւ այլ process-ների եւ հետո էլ այդ էլեկտրոէներգիան արտադրվի վերականգնող աղբյուրներով։ Այդ process-ը երկար process է, հուսով ենք մենք հաջողվենք եւ արդեն մի քանի տարի հետո նույն այս կոնֆերենցում արդեն կարանք մենք ներկայացնենք։